Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մեր շարակնոցի 13-րդ թողարկումն է։ Շատ ուրախ ենք, որ դիտում եք մեզ եւ մեր այսօրվա հյուրը, մեր շատ սիրելի ընկեր, արդեն Հայաստանում բավականին հայտնություն ունեցող, կարևոր գործով զբաղվող Սերուժ Բաղդասարյանն է։ Ողջույն Սերուժ ջան։ Ողջույն Սերուժ։ Բարև։ Ոնց ես։ Ինչ նորություններ Շատ լավ, ուրախ եմ, դուք ինչպես եք։ Շատ լավ, ու ուրախ ենք, որ դու ես մեր հյուրը։ Ես էլ շատ ուրախ։ Մեզ համար մեծ պատիվ է, հա, առաջիններից լինել, ողջունել քեզ քո հասած հաջողության համար։ Մեր համար, ինձ թվում է, ամբողջ ազգի համար շատ կարևոր է այն ամեն ինչը, ինչ դու անում ես, ու տեսնել ոգևորությունը մարդկանց, պայքարը, որ կան քո համերգին, սիմֆոնիկի հետ, դա հաղթանակ է կարելի ասել։ Եվ sold out-ներ գրանցել։ Սերուժ ջան, մեր միշտ ավանդական հարցն է դառը, հարցնենք ինչ նորություններ կա, ինչ սպասենք քեզնից, ինչ ես պլանավորում անես։ Նորություններ միշտ կան, վստահաբար, որտեղ միշտ խանդավառված վիճակի մեջ եմ եւ վստահաբար ասվերչի համերգն ավելի ինձ խանդավառեց, որ շարունակեմ եւ նոր բաներում ասեմ մտածեմ։ Հիմա մոդիկաբակային ունիմ մի քանի նոր սինգլներ, մեկը իշխանած բառն է, մյուսերն երևի անագնգալ ցկեմ։ Հուլիս 11-ին մենք ունենք հաջորդ համերգը Կողբ ֆեստիվալի վարտավարի մի մասնակցենք Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբի հետ գրգին ներկայացնենք սիմֆոնիկ ֆոլքը այդքի անգախ կփորձեմ այս ծրագիրը նաև ներկայացնել տարբեր երկրներու մեջ բավական դժվար Crete, I think impossible. Դոմն է, բայց ծևերը պիտի գտնամ, որ կոնեմ մի քանի երկիներով սկսենք եւ մեր հայրենագիտներն ծանոթան դեսնեն վայելեն։ Շատ կարևոր է, հա։ Ամերիկա։ Այդ գործում հաջողություն ենք մաղթում։ Մենք ինչքան կարանք տարածենք օգնենք, որ դրսի տարածումը ավելի մեծ լինի։ Մեր համար է շատ կարևոր, որ դրսում բացի դրսի հայերից նաև այլ ժողովուրդներ էլի հայկականի մասին մի քիչ տեղյակ լինեն։ Այո, դա ամենակարևոր բանն է, որտեվ ես միշտ իմ ամենավերջի նպատակս վերջիսելով մենք պիտի սկսենք մենք մեզմով, բայց երկրորդ ամենամեծ կարևոր կետը իմ համար ներկայացնել մեր երաժշտությունը օտարներին։ Շատ կարևոր է, այո։ Ես գիտեմ, թե դու ինչով ես զբաղվում, մենք գիտենք, թե դու ինչով ես զբաղվում, բայց ուզում եմ մի փոքր պատմես, թե քո գործունեությունը հենց որն է, որ մեր դիտողներն էլ իմանան։ Դիրիժոր ես, երաժիշտ ես, երգիչ ես, թե ամբողջ իրար հետ վերցրած։ All in one package։ Ես նաև եմ անգախ երաժշտությունից, ես նաև գայքեչներ կպատրաստեմ, website-ներ, design development եւ գյանքիս մեծամասնություն ժամանակը կդրամատրեմ այդ գործին, որ բայց հիմա գամած կուզեմ քիչ ավելի երաժշտության մենք ուրախ ենք ժամանակ դառնալ, որտեվ գտեսնեմ ինչքան գարիք կա, ինչքան պետք կա եւ վստահաբար գամած պիտի փորձեմ ավելի արագ երաժշտություններ հորինել, ստեղծել։ Ես ընդհանրապես ինձ կհարցնեն քու վերնակիդդ ինչ է։ Անգլերեն music producer, այսինքն ես ոչ սենք պիանիստ եմ, ոչ դիրիժոր եմ, ոչ նոտ քրող եմ, ես ավելի սենք խաղապարները մեկտեղ կփերեմ եւ arrangement-ը գնեմ, մշակումը գնեմ երգին։ Ես կարծեմ բավական իմ համագարկիչի կոմպյուտերի կորզազելու բաներս skills անգլերենով ինձ շատ կօգնեն, որ օգտագործեմ եւ դիրաբեդեմ ծրագիրներուն։ Ես Logic Pro-ով օրինակ աշխատիմ եւ եթե լավ գիտնաս ծրագիրը եւ գիտնաս ինչ տեսակի օրինակ ցայներ պիտի ընտրես, միքսը, բանը եւ այլն, աս բոլորը գիտնալով շատ ավելի կորձդ կրնաս արագ որակով կարող ես անել, հա, եւ առաջ տանել։ Ուրեմն իմ փուն կորձս
որ պատասխանեմ մշակումն է ուրեմն մշակումը որ գնեմ մեջը գա orchestral symphonic ցայները կան մեր հայկական ժողովրդային կորձիկները քիչ vocal կօգտագործեմ ընդհանրապես շատ բարձ չեմ օգտագործել ավելի երաշտական մեղեթիով երկված vocal-ներ որովհետեւ քիչ առաջ ինչպես որսի գուզեմ օդար հանրության հասնել կգարձեմ թերևս եթե փար շատ չլա իրենք ավելի շատ ավելի արագ կհասնի օտար հանդիսատեսին հա այո նաև մեկ ռոք գխառնեմ երաժշտության մեջ էլեկտրոնիկ գխառնեմ բավականին ձան line ստայլներ ժանրեր հավաքելով կստանանք այդ նոր ստեղծագործությունները որ ինչ որ ընդհանրապես կնեմ Ձեր վերջի համերգին չէ եկել որ բայց վիդեոներով ես առաջինին եմ եղել ինքը շատ ոչ թե հայկական տրամադրություն է այլ հայկականը նաև լայն իմաստով տրամադրություն է առաջացնում այդ պարերը մարդիկ ոնց էին պարում դահլիճում մի քիչ չես պատկերացնում դահլիճը երևի այդքան էլ սովոր չի եղել որ այդտեղ հայկական են պարում բայց դու նենց ես արել որ կամ սիմֆոնիկի երաժիշտները հա սիմֆոնիկը մենք շատերը հիմա որպես հայկական երաժշտություն են հենց ընկալում որ ասում եմ սիմֆոնիկ առաջինը հայկական է մտքիդ գալիս էլի տենց է դարել շատ մարդկանց մոտ Այդ դրա համար էլ շատ ուրախ ենք, որ մարդիկ ովքեր որ մեր հայրենակիցները ապրում են դրսում, ապրել են դրսում, իրենք միևնույն է հայկականությունը իրենց մեջ ավելի շատ լինի, քան ստե տեղի ապրող մարդկանց մոտ ու հիշողությունը դրսի ապրողների, չգիտես ոնց մի քիչ ավելի խորն է ու ավելի հեռուն, քան ստեի ապրող մարդկանց մոտ իմ կարծիքով դու ու քո նման մարդիկ նենց եք անում, որ Հայաստանում հայկականը ավելի շատ տարածվի ու տարբեր մարդիկ ու տարբեր երաժիշտներ իրանք էլ փորձեն հայկական ստեղծեն։ Այդ իմ համար շատ կարևոր գործ է։ Իրականության մեջ երբ որ բանեմը հերու ապրիս ովևէ մեկ կրնալ հայրենիք հետ կրնալ նույնիսկ ապրանք մնե կամ անց մնե հերու երկար ժամանակ հերու եստուն ավելի արժեք կգսկաս ավելի կարոտ կունենաս նույն բանը կվերապերի կգարձեմ որտեվ երբ որ հոսես արդեն հոսես քիչ մը դարբեր ցևով գտիդես ամեն ինչ դուրսեն քան թե երբ որ մեջն ես բանի մոտ այո իսկ ոնց որոշեցիր որ պետքա սիմֆոնիկի հետ անեք ինչ որ անում եք ինքը հետաքրքիր է ես կարողա ռիսկ չանեի կամ չմտածեի որ եթե երաժիշտ լինեի մտածեի որ ինչ որ մի օր կարողա սիմֆոնիկի հետ ինչ որ բան անեմ իրականության մեջ հա շատ մեծ ռիսկային բան ենք այո եւ այդ քաչությունը պետք էր այդ քաչությունը գամքը համբերությունը ֆինանսավորումը շատ երկար ծանր աշխատանք է բայց իմ կարծիքով ամենը գարժեր եւ պետք է լար որովհետեւ մենք այդքան քեղեցիկ հայկական երաժշտություններ, բարեղանակներ, մեղեթիներ ունենք, որ գարժեր 10 տարի աշխատել այդ մեկ գիշերվա համար։ Ինքը մեկ գիշեր չէ, վստահ եմ շարունակողական բան է, բայց սկսիլ դեղեմը։ Հա, իմ կարծիքով բավական երկար, բայց հաճելի եւ ռիսկային շատ են բաները։ Դե որ երկար ես գնում, իրա հաճույքը ավելի շատ է լինում, որ հասնում ես, քան թե որ միանգամից մի բան ստացվում է։ Իհարկե, այո։ Ժողովուրդը գիտեք հանդիսադես օրինակ որ հիմա միան այս համերգին համար չէ, ընդհանրապես ովևէ մեկ համերգ վստահ ծեր համերգն ալ այդպես էր հանդիսադեսը գուկա ուրախ հանգիստ գտիդե, բայց ինչքան աշխատանք կա եդավը դարիներու աշխատանք կա, որ Մենակ այդ ամբողջ այդ հանդիսատեսին հասցնել տարիներ առաջվանից ու այդ արդյունքին գաս, որ ինքն էլ գա քեզ լսի, այսինքն պետք է իմանա, որ գա քեզ լսի, դա բավականին երկար աշխատանք է։ Մի հարց ունեմ, հեշտ էր աշխատանքը սիմֆոնիկի հետ, ես նաև գիտեմ, որ աշխատում էիք կարծեմ երգչախմբի հետ ու նաև երաժիշտների հետ, որոնք հենց ազգային գործիքների էին տիրապետում, քանի որ մեծ մասը կամ մեր խմբից էին, կամ մեր ընկերներն էին, ովքեր որ նվագում են։ Բարևներս բոլորին։ Այո, հեշտ էր աշխատանքը։
իրականության մեջ վստահ որ հեշտ բան չկա, բայց կրնամ ասել Իրանցից գիտեմ, որ իրանք շատ սիրով են աշխատել քեզ հետ։ այո, հեզասա հեր ամեն ինչ, կարևորը մարդոց ոգևորությունը, նվագողներուն ոգևորությունը դի շատ կարևոր է, որ նույնիսկ իրենք շատ անհամբեր կսպասեն մանավանդ երկրորդ համերգը, որ առաջինը որ բոլորը քիծան ինչ է, project-ը ինչի մասին է։ Հա։ So երկրորդը շատ ավելի ոգևորությամբ բոլորը սպասում էին։ Ես այս ծրագիրը մոտավոր 6-7 տարի առաջ երազած էի արդեն տարբեր համերգներու գտնվելով, օրինակ Հանսեմերի համերգի ներկայի Հոլանդիայի մեջ եւ նստած գտիդեի իմ ամենասենք սիրած համերգներից մեկն էր ադի այդ որտեղ ես այդ կինոյի սինեմատիկ ցայները բաները ես շատ կսիրեմ գտիդեի համերգը նույնն ատեն կպատկերացնեի որ երևակայենք որ այս համերգը մեր հայկական ժողովրդային կամ բարեղանակները կհնչեն որ այդ մեծությամբ էպիկ այդ ժանրի մեջ կամաց այդ մշակումները ավելի մտքիս մեջ այսինքն խաղապարները զարգացավ որ մնալ որոշեցի նամակ ուղարկել մայստրո Սերգեյ Սմբատյանին ուղարկեմ չուղարկեմ անշուշտ տակնապ վիճակի ուղարկեցի ծանոթացուցի ինքս եւ մի քանի երգեր ուղարկեցի իրեն եւ շատ արագ դրական պատասխան ստացա որ այո մենք կրնանք համագործակցել արդեն ադի գարզեմ իմ համար մեծ բան էր այսինքն եթե այդ նամակին ինքը չի պատասխաներ կամ ոչս էր դերևս աս համերգը չէր լար այսօր Փարկաստը որ ուրեմն բայց այդ նամակին յետք հանդիպում ըրինք եւ այլն բայց կարծեմ 5-6 տարի վերջը որ ոչ թե երկրորդ նամակը այդ նամակը ղրգեցի որ օքեյ սկսենք որև այդ տարիներուն տածքին պատրաստություններ կար նախ իմ ծրագիրս ամբողջացած չէր 30 վարգանոց ռոբե 30 չգիտեմ 8-9 երկուն էի 10 երկուն էի բայց բավարար չէր համերգի համար այդ տարիներուն տածքին աշխատեցա նոր երկերերի մի քանի երկեր ըրի վերջատուցի YouTube-ի վրա բայց հետո հասկացա որ ասի շատ սիմֆոնիկ նվագելու բան չէ կրնալը լավ չի հնչեր այդ երկը so բավական երկար ժամանակ դեվեց այդ կորզողությունը բայց ի վերջո օրը հասավ պատերազմները վերջ պատերազմ այսինքն ուրիշ տարբեր տեսակի պատերազմ թե այս երկրի մեր պատերազմը թե Լիբանանի պատերազմը թե Լիբանանի մյուս խնդիրները որ ֆինանսական խնդիրները բադայեցավ եւ ես աջակցություններ պիտի կամ նույնիսկ ես իմ անձնական ներդրումս պիտի եւ բոլորը ոչնչացան այդ գումարները նաեւ COVID-ը եղավ եւ շատ մտաներ բոլորը ուշացուցին բայց ի վերջո ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կարևորը արդյունքն է որ լավ հա իրոք ես մի բան եմ նկատել որ իմ կարծիքով Սերգեյ Սմբատյանը շատ ազատ նոր բաները հեշտ է ընդունում եթե ճիշտ եմ նկատել այո ճիշտ է սիմֆոնիկ ֆոլք սիմֆոնիկ հայկո ռոքը սիմֆոնիկ ջաքսոնը եւ այլն եւ բայց ես ուր ավելի նկատեցի այս մեկը երբ որ տարիներ առաջ DJ Armin van Buuren հոլանդացի բայց ինքը աշխարհարչակ ասենք առաջին գարկի DJ-ներն է որ եկավ եւ օրկեստրի հետ Սմբատյանի Մայստրո Սմբատյանի օրկեստրին հետ այսինքն պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ ունեցան այդ մեկը որ ես տեսա արդեն հասկացա որ ինչու՞ չէ մենք կրնանք այս մեկն անել եթե իրենք այսպիսի խաղապարներով փասեն ուրեմն անպայման հաստատ ես ամենաշատը System of a Down-ի երգերն եմ սիրում որ նվագում են առաջ անգամ երբ որ լսեցի չեմ հիշում որտեղ համերգի ժամանակ էր կարծեմ որ համերգի հա չէ բանում չէ ինչ որ համերգ էր հրապարակը երևի կարծեմ հրապարակում էր բայց ես հրապարակում չէի քայլում էի մոտիկ տեղով էի ու ականջիս գալիս է ասում բոլորությունը ոնց որ System of a Down-ի Aerials-ն է
ու դե ոնց որ ընկերոջս հետ ես մոչ չով պետք է նվագի ու երևի ասում եմ 20 վայրկյան լսում ենք որ այդ տենց միանգամից գնում եմ հրապարակ տնեմ ով է անում այդ ամեն ինչը հայ Սերգեյ Սմբացյանի ոդկասթներն եմ լսել մոտեցումները շատ հետաքրքիր է դրա համար կարծում եմ որ երբ որ բաց մարդիկ մշակութային բաց մարդիկ իրար կարող են հանդիպեն դա հետաքրքիր բաներ է ծնվում ոնց որ արդեն ձեր մոտ եղել է իսկ բացի համերգներից որ անում եք նպատակ կա ինչ որ ավելի հոլովակային ֆիլմային ձեր մասին պատմողական որ ոնց որ ավելի ինչքան էլ խոսանք մեկը քիչ ենք խոսալու ձեր ամեն օրվա այդ արածների մասին Նիկից հետաքրքիր է էլի դուք ոնց եք առօրյա ոչ թե առօրյան այլ այդ ստեղծագործական առօրյան ոնց է անցնում ձեր նպատակ խաղապարը ունի այսպեսի անցյալ համերգին բայց հետո որոշեցի որ դեռ քիչ մշուտ է այսպեսի տեսահոլովակ պատրաստելու բայց ես հիմա արդեն արխիվներ կհավաքեմ թե անցյալ անգամ թե այս համերգեն վիդեոյի ֆորմատով միշտ տարբեր օրինակ մեր փորձերի ընթացքին կամ երբ որ պլան գնեի այս կոնցերտը նորեն վիդեոներ ունիմ ամենահավաքած եմ իբր արխիվ որովհետեւ աբակային եթե պետք է լա հույսով եմ ավելի մեծ համերգները լան այդ ժամանակ երևի գարշի այսպեսի նույնը տեսանյութը պատրաստել բայց հիմա կգարտեմ դեռ քիչ դերևս շուտ է ինքը հետաքրքիր ֆորմատ է ես առաջ անգամ տենց տեսել եմ դրսի խմբերից կարծեմ Red Hot Chili Peppers-ին եթե հիշում եմ իրանք փոքրիկ մինի ֆիլմ ունեին միջև համերգի պատրաստվելը ցայնագրությունները եւ այլն ու ես որոշել էի որ պիտի Ethno Colors-ի համերգից առաջ անեի բախի չարեցի մի քիչ չստացվեց տարբեր բաների պատճառով բայց լիքը բաներ խառնվեց իրար մտքերն խառնվեց իրար չարեցի այդ Ուղղի է Ethno Colors-ին որոշել, որովհետև իրանք շատ են, բոլորը տարբեր բաներով են զբաղվում։ Բերել միացնել իրար, այդ ամեն ինչը շատ հետաքրքիր է։ Դու երաժշտությունն ես բերում իրար միացնում, ես վիդեոն եմ էլի բերում իրար միացնում։ Դա լի մասնագիտականներին հետաքրքիր էր էլի։ Չի անպայման միտք ունիմ, բայց մտածեցի, եթե օրինակ ավելի մեծ մասշտաբի համերգը լա, երևի կողքի մեծ սրահի մեջ օրմը, այդ ժամանակ հաստատ նույնիսկ չեմ կասկածում որ այս տարի Այս տարի դժվար, հա? Որտեվ այսպիսի բան եթե պիտի գազմագերբվի իմ կարծիքով ամենակիչը 6-8 ամիս ժամանակ պետք է նախ պետք է օրինակ ծրագիրը վերա թարմացվի, քիչ մ ավելացվի, մի քանի երկ փոխվի, մի քիչ ավելի երկար լա դերևս շատ ավելի լուրջ բանի մասին որտեղ կխոսենք եւ մասշտաբը որ այդքան մեծ է ֆինանսական խնդիրներ կան եւ այլն, բայց չեմ գիտեր մի տեսակ մի ես արդեն ad vision-ը ունիմ որ օրմը կլա կստացվի այսօ հունգարժեն էլ այդ ժամանակ մեծ սիրով ես էլ կարամ միանամ ձեզ օգնել նորակալ ես կդանք արդեն ոնց որ առաջարկեցի էլի Սերժի երկերին ես կարծեմ քեզ ասել եմ մի անգամ մենք ընկերներով soundtrack-եր ունենք հատուկ մեր ճանապարհորդությունների ու բաների առաջի անգամ Չալմդանգն եմ լսել 22 թվականի օգոստոսին երբ որ քարահունջում էինք ու պարոն Գինոսյանը Պարեց ու այդ երաժշտությունը իմ ուղեղի մեջ էր ու ես օրիգինալ տարբերակը չէի ճարել ու երբ որ YouTube-ում գրել էի հենց առաջինը քո տարբերակներ բերել ու պարզեր որ մենակ Սերժի տարբերակը պետք է լսեմ ու այդ երգը դարավ երևի 2 տարի մեր Խաչիկ գնալ գալու ճանապարհի soundtrack-ը մեր հենց ասում էինք Խաչիկ ենք գնում այդ երաժշտություններ բոլորիս ուղեղի մեջ համերգին որպես հանդիսատես ասեմ, իրականում որպես երաժիշտ, որպես երգչուհի գիտեմ, որ ներսում հաստատ ինչ-որ բաներ, չգիտեմ, սխալ նվագել, ճիշտ նվագել կամ ինչ-որտեղ միտեղ մի բան լինի, դուք գիտեք մենակ ներսում, բայց հանդիսատեսի ոգևորությունը ու հանդիսատեսի ապշած հայացքը ձեզ դա չեմ կարա բացատրեմ առաջի համերգին եմ տեսել երբ որ ես զգացի այդ ամբողջը այն ժամանակ երբ որ Գողթան մանկտիկը պետքա լիներ ու բալիկները բարձրացան բեմ
այնքան հուզիչ էր այդ տեսարանը, որովհետև միշտ այդ պատկերն ունեցել եմ, որ շատ սիրուն կլինի, երբ որ այդ երգը երգեն բալիկները, երեխաները հա, բայց որ դա արդեն իրագործված է տեսնում, դա լրիվ այլ հաճույք է։ այդ մեկը քեզ համար անակնկալ էր որ երեխաները պեն բարձրացան Հա, իրոք անակնկալ էր, որովհետև շատ սիրուն էր այդ տեսարանը, հենց սպիտակ հագած հրեշտակների պես։ Շնորհակալ ենք։ Իմ ամենասիրած պահերից մեկն է այդ մեկը Հա, շատ սիրուն էր։ Ու հուզիչ էր նաև սիմֆոնիկի հետ տեսնել ազգային նվագարաններ։ Վերջերս, բայց ավելի տարածված է, չէ՞, դառել փոքրերի խմբերը, Հա, որ ավելի հայկական համ պարերի, համ երգերի առումով այն երեխաների խումբեր կար, չէ՞, կարծեմ Տավուշից։ հա, քո համերգին երգում էին որ խումբներ, բալիկներ։ Կամերտոն vocal ensemble Կամերտոն։ Երևանից Ես որ տանում եմ երեխաներն են, շատ ուրախանում եմ։ Մի քիչ համեմատական չի ու կարող է մի քիչ թեմայից դուրս է, երեխաների մեջ ազգային է ներդնելու հետ կապված, որ ծիծեռնակաբերդում օրինակ ամեն տարի երեխա մի քիչ ավելի քիչ էի տեսնում, բայց օրինակ երեք որ ծիծեռնակաբերդում էի, բոլորը իրենց գրկում փոքրիկ երեխաների հետ գնում էին ու շատերը լսում էի կողքից, որ պատմում էին մեր պատմությունը, պարտադիր չի հենց Եղեռնի պատմությունը, այլ մեր հայերի ստեղծվելու ինչ որ մի կետի հասնելու պատմությունը։ Շատ կարևոր է։ Հա, այդ բանը շատ ուրախանում եմ ու երբ որ ես փոքր էի, ազգային երգերով հիմնականում զբաղվող մարդիկ տարիքով շատ մեծ էին ու սերունդների տարբերությունը շատ էր, մի քիչ ոնց որ ընդունելու պահ կար էլի։ Երբ որ հիմա երիտասարդներն են անում, տենում ես որ դե համարյա քեզնից մի քիչ մեծ տղա է, ասես թրաշով, բան, ասենց ինչ որ քո նման հակած մարդավ ազգային անում, մի քիչ ուրիշ ձև էլի սկսում ընդունել։ Ու երեխեքի ներգրավելն էլ շատ ավելի շատ ասենց շատ կարևոր է որտեղ օրինակ հիմա երեխաները որ համերգին երգեցին, ինչքան ոգևորված էին, որտեղ ծնողները օրինակ ինձ գրեցին եւ որ իմացան մենք երկրորդ համերգ ունենք անցած համերգը նախորդ գրել էին որ ինչքան ոգևորված են երեխեքը ուրախ են։ Ես պատկերացնում եմ։ Պատկերացուցեք որ ասենք իրենք տարիներ վերջ պիտի հիշեն այս համերգը կամ ասենք նորին պիտի մասնակցենք վստահ։ Հա, ավելի հասուն տարիքում այնքան ուրիշ ձև են ձեզ հիշելու ու իրենց այդ համերգը սիմֆոնիկի ու քո հետ կարծում եմ որ շատ տպավորվելու են։ Հայրենասիրությունը գարձեմ իրենց մեջ ավելի պիտի աճի, պիտի շատ կարևոր է։ Ու առաջին համերգին ես հիշում եմ որ ծնողներ կային մեր շարքի վրա էին նստած այդ բալիկների ծնողները ու իրանք երթով բարձրանում էին բեմ, այսպես դեմքերով իրանք ծնողներին ձեռքով էին անում։ Ու համերգը նաև Տաթևի ու Ժաննայի հատվածներն էլ շատ իդեալական էր ու կարծում եմ որ իրոք իդեալական ընտրված վոկալներ էին հենց այդ համերգի ու հզորությունը ցույց տալու համար։ Կարծեմ այո, ամեն մեկը իր պետք եղած ներդրումը բավական լավ կատարեց։ Այո։ Թե իրենք, թե նվագողները, սոլիստները բավականին Ժաննայի երգած ամեն նոտայի հետ լացել եմ այդ համերգին։ Ես այդ լսել եմ Սուսանան ինձ ուղարկել Ժաննայի հատվածը որ լսել եմ։ Հա։ Միջավայր այդ չէ լսել, որովհետև մեջը ես որ ճիշտն ասեմ, մի քիչ sense բան կա կողմնապահություն էլի, ես ունեմ նախընտրությունների հարցում, երբ որ նվագում է Հարութն ու Ստյոպը, ես որ ում այդ որ մոտիկ եմ, մի քիչ ուրիշ ձև եմ նայում։ Այդ ամեն ինչը նայում եմ, որովհետև Հարութը նվագում է։ Ծրագրին նայում ես որպես մերն է, չէ։ Հա, մի տեսակ նայում եմ, հա, ոնց որ իմ մոտիկների ծրագրին է։ Ու նայում եմ, որ Ստյոպը կոպան է նվագում, ես այդ բանին ուղղակի ուրախանում եմ, որ Ստյոպն է նվագում, ոչ թե ուրիշ մարդ է, այլ Ստյոպն է նվագում։ Աչքդ իրենց բան։ Հարութը, Ստյոպը, Կարենը, մյուս Ստյոպը, ովքեր կային Ավոն, բոլորը մեր ընկերներն էին։ Բայց ուզում եմ մի հատ հարց տամ, շատ ավելի խորքային, ճիշտ է, մենք վաղուց ենք ճանաչում, բայց ես հարցը ինձ հետաքրքիր էր, ուզում եմ իմանալ քո նախնիների մասին, կարծում եմ, որ Արևմտյան Հայաստանից են, չէ՞ եղել։ Այո, Որ տարածաշրջանից։ Հորս կողմը Դիկրանագերդից են։ Մորս կողմը Կեսարիայից են։ Վաու։ Այդ խառնուրդը կա։ Հա։ Բայց չեմ գիտեր ինչու ես ավելի ասանք միշտ կողոքեվորվիմ մուսալերի եւ Սասունի պատմություն։ Ես ճիշտ ասած ես սպասում եմ որ ասել ես մուսալեր։ Հա, որովհետեւ երկերի մեջ գերակշռում են, չէ՞, մուսալերյան երաժշտությունները, այդ բաները։ Դերեկա մի քիչ ոգևորող ավելի այդ կոմի։ Չէ, Տիգրանակերտն էլ, Դիարբեքիրն էլ բավականին ոգևորող։ Բայց անպայման ունի մարդեն հիմա մտածում եմ որ պետք է
Էրզրումը Տիգրանագերդը կամ շատ տարածաշրջաններ կա, որ պետք է արդեն մտածեմ Հա, այդ եղանակներն ալ մեկ-մեկ անեմ։ մենք ունենք Մեգա փառքաստուշիլուն տոքսինալ։ երաժշտություններ։ Իսկ ընտանիքում երաժշտական երաժշտությամբ զբաղվողներ կան։ Ես գիտեմ, որ Այո։ մենակ եղբայրդ չէ։ Չէ, բոլոր Չէ։ ընտանիքս երաժիշտներ են։ Վաու։ So բնականաբար այդ մտնոլորտի մեջ երբ որ փոքր դարիք այդ ծնազորետ երաժշտություն գլսես Շատ կարևոր է։ թունագուզես քու մեջ այդ բամը զարգացնել քիչ միան ոճի տարբերությունը կար, բայց բոլորս ավելի հայերենով զբաղվենք Հա։ հայկական հայերեն երաժշտություններ բարձրապես ես քիչ ամեն ինչը հավաքեցի այդ գիտությունը իմ ինչ որ գլսեի, այսինքն նոր ծևի մասին մտածեցի։ Դու փոքրն ես տան։ Ես միջնեկն եմ։ Չէ, որովհետեւ մտածեցի փոքրն ես, բոլորից հավաքել ես։ Քո բոլոր առանձնահատկությունները աշխատանքային եւ մասնագիտական ներդրել ես երաժշտության մեջ որպես եւ ծրագրավորող եւ երաժիշտ։ Բոլորը գոքն է, որտեղ ասենք հիմա սիմֆոնիկ ֆոլքին այդ համերգի մինչև դիզայնը ես էի արել պոստերները, բաները, մինչև կրեթե այդ էդիտինգները որ գար կովաստի այդ ծանոթումի, ասենք երբ որ թուն ունիս այդ ընդհանուր գիտելիքները, բաները, գարզեմ շատ ավելի ամեն ինչ շատ ավելի չսեմ հեշտ կլատերս հագարակը ավելի դժվարանա, որ Դժվարանում է, ամեն բայց ինչի մեջ գարզիկ ունիս, ամեն ինչին տեսակետ ունիս, ամեն ինչ կուզես perfect, ամեն ինչ love-in love-ը լա եւ քիչ մադիկը չարչարեր։ Միջև այդ պոստերը անեմ ես մեկ ամիս ամեն օր պոստերի վրա աշխատած եմ, որովհետեւ ուզածից ուզած բանից հասնեմ կամ վիդեոն որ առաջին թրեյլերը որ թրինք հա ամիսներու աշխատանք էր եթե մեկը քիչ ավելի passive ծևով նայի ավելի ամեն ինչը այո ասե շատ ամեն ինչը հեշտ կլինի բայց Մարդ կազմակերպություն էլի։ ամբողջությամբ զբաղվել Չէ, շատ դժվար է, բայց հիմա Հայաստանում ոնց որ համ խմբերը, համ նու կան անհատներ, որ ունեն իրանով զբաղվող, համ պրոդյուսերներ, համ մարկետոլոգներ, համ ոնց որ ամբողջ անձնակազմ ունեն, բայց Հայաստանում մի քիչ դժվար է, որ ունենաս միանգամից ոնց որ քո տեղը զբաղվեն բոլորը, դու ուղղակի մենակ երաժշտությունով զբաղվես։ խնդիրը որ փորձեցի ես համ թանկա, համ դժվար է։ փորձեցի օրինակ մեկը բերել որ ինքը անե դիզայները կամ ուրիշ տարբեր կորզեր դամ վերջ ամեն ինչի հետ ես կանեի որ ուզածից պես չեր լար արդյունքը եւ հետո մտածեցի փոխանակ մի քանի անգամ նույն կորզը ընելու ուրեմն ավելի բարձրանում այդ գործը ես անեմ Բայց այդ որ մի քիչ պերֆեկցիոնիստ ես լինում, շատ դժվարանում է։ Լավ է եւ լավ չի ատնիկը։ Նայ ես էլ եք Արտուր հետ էի խոսում այդ Colors-ի, ինձ հարցնում էր որ եթե ուղակի ուզում ենք մի հատ ուղակի ինչ որ բան նկարենք, կարանք sense նկարենք, ասում եմ դա Արտուր ջան, դե ոնց ասեմ։ Դե ընդհանուր կարանք, բայց լավ կլիներ որ sense անենք։ Բայց լավ կլիներ որ այս մի բանը sense անենք։ Ու այդ ամենավերջի արդյունքը գալիս շատ թանկ է կանգնում։ Ու մի քիչ դժվար է էլի այսօր Հայաստանի իրականության մեջ այդ ամեն ինչը այտենց պերֆեկցիոնիստական մոտեցում ունենաս, փորձես այդ ամեն ինչը անես։ Բայց ամեն ինչը վերջի իր արդյունքը կստանաս, այդ perfectionist-ի արդյունքը։ Հա։ Այդ բան ուրախանում ես, երբ որ ստանում, վերջանում ես, տենում ես այդ ամեն ինչը, սիրտը հանգստանում է։ Բայց այդ ընթացքը շատ դժվար է անցնում, մի քիչ անհանդուրժող է լինում այդ շրջանում, մի քիչ խնդիրներով է անցնում, ներվային ես լինում, գիշերները քնելու զար, գիշերները երազում այդ երազներն ես nightmare Ավստան որ կոմոտել է տենց էլի լինում ամեն գիշեր ես այդ նույն համերգին երբ որ պատրաստվում էի որ պետք է ամբողջ նկարանում ասում ես գիշերները ուղղակի Իսկ ծանր է տարել երևի Ես գիշերները երազում ես տենում էի թե ոնց եմ անելու այդ ամեն ինչը էլի ես շատ երազներ դեսում ինչ պիտի հակվիմ ինչ պիտի ուդեմ ատորը հաջորդ օրը ինչ պիտի անեմ Լուրջ ամեն ինչի մասին ամեն գիշեր միտքիս մեջ թեմա մգար այդ համերգի վերաբերյալ շատ հա դժվար բաներ շատ դժվարությունները շատ էին բայց պիտի հաղթահարես Բայց ասա որ ամենադժվարը այն է երբ որ մի բան մտածում ես հետո մտքիդ ուրիշ բան էլ է գալիս
ու հիմա չես կողմնորոշվում, բայց անստեն։ Սպիտակ հագվում կամ սևակվում։ Ես միջև էթնոյի համերգից սկսել արդեն բոլորը մտածել են, որ հեսա պետքա բացվի, ու ոնց որ խումբը սկսի նվագել, երևի մի 5 րոպե առաջ ասում եմ, իսկ կարողա ձևը փոխենք։ Համերգից 5 րոպե առաջ։ Օրինակ ասում եմ, սկզբից Զարեհը մոտենա գիտարը վերցնի, հետո Վահագը գա, հետո Գևը գա Բարաբանի մոտ նստի, տենց մտքիս մեջ եկավ ուղղակի այդ տեսարանը, ասեցի։ Բայց չեղավ, չէ՞ տենց։ Չէ, հա բայց հետո հասկանում ես, եթե այդ որոշենք այդ բան տենց անենք, ուղղակի բոլորը խառնվելու են իրար, որտեվ ի սկզբանե արդեն ուրիշ բան էին մտածել։ Հա, բայց դու այդ շուտ չես մտածել, բայց որ շուտ մտածել ավելի լավ կլինի։ Դրա համար մտածում ես պիտի մի հատ համերգ լինի, որ հաջորդի։ Իսկ պլաններ կան Լիբանանում համերգի։ Անպայման, որտեվ իմ երկրորդ մեծ երազս այս համերգը իրականացնել Լիբանանի մեջ, որտեվ Լիբանան ծնած եմ եւ բարդական եմ այդ տեղի ժողովրդին, այնքան շատ գրում են ինձ, որ երբ է միան Լիբանան չէ, շատ մի երկրներ է, շատ, բայց գհուսամ երկրորդը Լիբանանը, մենք ճամփա ելած էինք, այսինքն արդեն սկսած էինք պլանները կամացնելու, բայց նորեն պատերազմ եղավ եւ ամեն ինչ կանգ առավ, բայց երևի քալ ամառվա այլևս կծրագրենք, բայց ես կվստահեցնեմ, որ այո։ Շատ լավ է։ Իսկ անհամբեր սպասում են տեղի ժողովուրդը։ Ես շատ կուզեմ պատերազմը այդ կողմ ավարտվի, որովհետև իմ ցանկությունների մեջ կա ու ցանկալի է խաղաղ ժամանակ այդ տարածաշրջան գնալ պատտվել, համ պատմականորեն ինձ հետաքրքիր է, համ այդ կողմի ժողովուրդը հայերին շատ են սիրում, ու Սուսանան գիտի, որ ես այդ կողմի հայերին, բոլոր հայերի մեջից ամենաշատն եմ սիրում։ Իմ կարծիքով իրանց մեջ ամենաշատ ստեղծագործ հայերը իմ կարծիքն է, կարող է սխալվում եմ անալիզիկա չունեմ, տոկոսներով չեմ կարող ասեմ, բայց իմ մոտ տպավորությունն է, որ այդ տարածաշրջանի ապրող հայերի մեջ մշակութային զարգացվածությունը ավելի բարձր է։ Եթե ճիշտ եմ հիշում, Սերժ Թանկյանն էլ է կարծեմ այդ կողմից։ Այո, բադիբիդիս է, որ շատ մեծ միան երաժիշտ չէ, ամեն տեսակի արտիստներ կա, որ եթե փնտրես իրենց սկսենք զարդագործությունից, ոսկերչությունից, երաժշտությունից, խոհանոցով, դիզայներական ինչ-որ բաներով, Լիբանանը իր ոճը ամբողջությամբ տարբեր է ու շատ հարուստ է, հա։ Մեր հովանավորը կարող է լինել Լիբանանը, բայց հիմա այդ վիճակում չի։ Ներշնչված ենք այդ Middle East-ի մեր հայ ինքնությունը եւ Middle East-ի այդ աշխուժությունը կարծեմ միացնելով այդ երևի ստեղծագործական բաները ավելի մեջտեղ եկած են։ Դե մեզ միշտ մոտիկ է եղել Մերձավոր Արևելքի ժողովրդի մշակույթը ու մերն էլ իրանցն է շատ մոտ եղել, բոլորս կարացել ենք էլի սենց մեկը մյուսին առնենք իրար, հա, միած սիրուն հետաքրքիր բան ստանանք, դրա համար միշտ այդ կողմի ժողովրդի անգամ առիթներն էլ որ նայում ես շատ հետաքրքիր անցնում, մշակութային առումով շատ հետաքրքիր անցնում էլի, ուտել խմելու առիթ չի էլի ամեն դեպքում իրանցը մի քիչ ավելի հոգևոր առիթներ է։ Այ իհարկե, տատիկս պատմեր, որ ինքը հարսայկել, մեր ամբողջ թաղամասը եղել են Բեյրութից տեղափոխված հայրենադարձված հայեր, ու միշտ պատմեր մշակույթը իրանց, որ եւ խոհանոցը եւ հասարակ կենցաղը շատ ավելի սիրուն է եղել ու տարբերվող է եղել, որ ամեն ինչի մեջ ինչ-որ sense հետաքրքիր բաներ են տեսել, ամեն ինչի մեջ սիմվոլիկաներ են տեսել, ամեն ինչ ավելի լավ են մատուցել։ Իսկ թվում է ուղղակի բնավորությունով նման ենք եղել մենք ու Բեյրութի ժողովուրդը ու ամեն դեպքում մի Մերձավոր Արևելքի ժողովուրդը բնավորությունով հավանաբար նման ենք եղել ու այո շատ մոտ է, շատ մոտ է, որովհետև ես բոլոր պատմությունները ինձ ինչքան հետաքրքրում եմ մտնում նայում եմ, կարդում եմ, պատմությունները լսում եմ, տպավորության ոնց որ նույն ժողովուրդը եղած լինենք, ուղղակի մի քիչ գենետիկորեն տարբեր բան ենք, տարբեր բրանչ մնենք։ Ու մի բան էլ եմ նկատել, որ օրինակ Լատինական Ամերիկայում ապրող հայերից շատերը, երբ որ իրենց պատմությունը պատմում են, ոչ թե հենց ցեղասպանության ժամանակ գնացածներն են այն կողմ, կամ Սիրիայից են, կամ Բեյրութ, այդ կողմերից են շատ գնացել։ Սիրիայից եկած են Բեյրութ եւ Բեյրութեն քաղտած են Ամերիկա, Բրազիլ, Արժանտին, Ֆրանսա եւ շատ մտեղեր։ Երկրորդ հայրենիք էլի ուղղակի կարելի ասել։
ցեղասպանությունից հետո մեր անցած թեման հենց ցեղասպանությունն էր։ Հա, մի քիչ այդ տրամադրության տակ ենք մնացել։ Ցեղասպանությունից հետո երևի մեծ մասը հենց Սիրիայել տեղափոխվել են։ Լիբանանից Սիրիայի տեղափոխվել են տարբեր երկրներ։ Ահա։ So քիչ մասը Հայաստանալ եկած են, բայց ավելի Միացյալ Նահանգներ, Ֆրանսա շատ մեծ թիվ կա որ քաղտած են Լիբանանեն, նորեն պատերազմի պատճառով, որտեվ 30-40 տարի առաջ նորեն Լիբանան civil war-ը գար եւ այդ մեկը բավականին մեծ թիվ քաղտեց Լիբանանեն, այսինքն միշտ քաղտական վիճակի մեջ եղած ենք մենք։ Ցավոք։ Ես մի կնոջ եմ հիշում, Արցախում էր ապրում, միջև կորոնայի շրջանը Արցախում նկարահանում ունեինք։ Ու նկարահանման ընթացքում ոնց որ մի պահ ազատենք, ուզում ենք ընդմիջում անենք մի բան ուտենք, որը չգիտենք ինչ ուտենք։ Ու ասում են, որ այստեղ մի հատ կին կա, իրանց Արցախի կառավարության շենքի ինչ որ կողքի փողոցում էր։ Հիմա ուղղակի անունը չեմ հիշում այդ տեղի։ Ասացին, որ գերմանական են ներփերշիկներ, այդ գարչիցա բան գնանք ուտենք։ Այդ կինը կարծեմ եթե ճիշտ եմ հիշում, Սիրիայից թե Լիբանանից, էլի պատերազմի պատճառով հայկին էր։ Արցախում շատ էին վերջին տարիներին։ Տեղափոխվել էր Արցախ, ցավոք սրտի նաև Արցախից տեղափոխվեցին, բայց հա պատերազմները ոնց որ անընդհատ ոնց որ մեր հետևից ընկած լինեն ու ուր գնում Թափառական ժողովուրդ ենք։ Նու որ ոչ մեր ցանկությամբ թափառական ժողովուրդ ենք դառել։ Բարեբախտաբար գոնե մի փոքր հայրենիք ունենք, որտեղ որ կարող ենք ստեղծենք ու պահենք մեր հայկականը։ Շատ ճիշտ է, կոնե ունենք հայրենիք, կամաց կարծեմ բոլորս պետք է մտածենք։ Ես մի բանից էլ եմ ուրախացել, Հայաստանի հավաքականի հիմնը փոխվեց։ Պատմի այդ մասին էլ։ Ես ֆուտբոլի ֆան եմ, դրա համար։ Ես ֆուտբոլի ֆան չեմ իրականության մեջ, բայց անպայման պետք է կոնե մեկ օր երտամ թիդեմ ապրի մատ բահերը։ Հավաքականի խաղերը ֆուտբոլի հետ կապ չունեն, դա ոնց որ ազգային բան է, համերգի պես մի բան։ Շատ ճիշտ է։ Հա, մենք տենց ենք նայում, հա։ Երբեք չեմ եղել ներկա իրականության մեջ, բայց մի քանի ամիս առաջ էր ուրեմն սիմֆոնիկից հոսեցան հետս, որ այսպեսի խաղապար մգա ինչի կարծիքը, իհարկե մեծ պատիվ է եւ անցյալ ամիս էր կարծեմ արդեն հայտարարվեցավ, որ հիմը եղավ իմ համար շատ իսկապես մեծ ուրախանալի եւ մեծ պատիվ մնե, բայց պետք է երթալ ապրիլ տեսնել այդ բահերը։ Միանշանակ։ Մենք հախուռն ժողովուրդ սիրում ենք էլի ֆուտբոլի ժամանակ սուզաներին վիրավորելուց մինչև երկրպագուներին լավ բան խաղացողներին լավ բաներ ասելուց Բուսամ գվոքեվորե մեր հա հենց այդ է ուզում ասեի որ հավաքականի խաղերին միշտ հայրենասիրական երգեր էին միշտ երգել մենք էլ բոլորով իրարից հայրենասիրական երգեր ենք երգել ֆուտբոլի ժամանակ հա ծոր ազգային համերգ է էլի միշտ եղել Հիմա շատ ուրախ եմ, որ գիտենք, որ մի հատ հիմն կա, որ այդ բոլոր երգերը կարանք երգենք միշտ հայրենասիրական ու ամենտեղ, բայց գոնե հիմն էլ կա, էլի, շատ լավ է, որ բոլորը ունեն իրենց հիմնը, մենք չունենք։ Նախկինում որ հիմներ։ Ես այդ մեկը իրականում չեմ գիտել։ Նախկինում ֆանատները միշտ երգում էին հայրենասիրական տարբեր երգեր։ Տարբեր երգեր են եղել։ Սա չկար հիմ։ Եթե ճիշտ եմ հիշում, չկար հիմ, բայց ես երբ գնացել եմ խաղերին, դաշնակ դրոյից սկսած տարբեր հա երկիչների էին դիմում ու նոր երգեր էր ստեղծում, որովհետև ճիշտ օլիմպիական խաղերի ժամանակ տարբեր բաներ էին, երգեր էին։ Մի տարի Մեհրան Ծառուկյանն ա եղել, մի տարի չեմ հիշել ովքեր են եղել։ Չէ, օլիմպիականը դա մի քիչ ուրիշ է, բայց ես ֆուտբոլի խաղերից առաջ հենց հայերի հավաքականի համար է ստեղծվում այդ երգերը։ Հա։ Դա չեմ հիշում, բայց ես երբ գնացել եմ։ Բայց մշտական չի եղել ու ուրախ ենք, որ կա մշտական երգ։ Աչա միշտ դաշնակ դերոյից սկսած մեր բոլոր հայրենասիրական երգերը երգել ենք ու կարևոր բան է էլի որ հիմա բոլորս գոնե գիտենք որ մի հատ կա որ ընդհանուր է հետո որ մեկս ինչ կուզենք երգենք ուրեմն հաջորդի միասին երթանք կվայելենք հա թո խաղ լինի որ նույն ցանկալի կլինի որ հաղթենք նաև մոտ էլի ամեն դեպքում մեր հավաքականն է մերն է չենք դաժարվի մեր հավաքականից մեր մի մասն է բայց ցանկալի կլինի որ հիմնով հաղթենք էլի թող քո հաջողությունից իրանց էլ լինի քո երգով հա սովեն գոկեվորը իրենց որտեվ քոնը իրոք հաղթանակեր ամբողջ ազգի համար ու նոր սերունդի համար ավելի շատ որովհետև այդ երեխեքը գոնե լավ բանն են լսելու
Ես մեկ ափսոսում եմ, որ ապուշ երգեր են հանում, ասում եմ, լավ, այս սերունդը ինչ է լսելու, ինչ է իմանալու։ Հենց ֆուտբոլի ադեն։ Չէ, առհասարակ լավ երգեր, լավ մյուզիկ։ Հասկացա, ֆուտբոլի համար գալու։ Բայց դա իրականում լավ կլինի։ Գնալով համեմատականներ տանելով հասկանում եմ, որ մեր սերունդը ավելի մեղք է եղել, քան հիմիկվա եկող սերունդը, որտեղ հիմիկվա արտիստները լիքը լավ բաներ են ստեղծում, հիփ-հոփից սկսած, R&B-ից սկսած, ջազից սկսած, տարբեր ոլորտներում իրանց լավ արտիստներին ունենք մենք։ Բայց մեր ժամանակ, երբ որ մենք ենք փոքր եղել, չեն եղել։ Շատ քիչ են եղել, կներեք։ Բախտավոր սերունդ է ուրեմն իմացված սերունդ է։ Չէ, դա իրականում հասանելիությունը մեր ժամանակ քիչ է եղել, ոչ թե լավ բաներ չեն եղել, այլ հասանելիությունը քիչ է եղել։ Հաստատ եղել են ուղղակի քիչ։ Ու մեզ TV-ով ցույց էին տալիս այն ամեն ինչն ինչ որ ուզում էին ցույց տային, մենք ստիպված, հա, կամ կասետներով առնում էինք ավելի դժվար էր ամեն ինչ։ Առնում էինք առանց կասետները։ Բայց հիմա ելա խնդիրը գա, որ սոցիալական ցանցերուն բավականին մեծամասնությունը անիմաստ բաներ են, փոքրամասնությունը։ Հա։ Բայց քոնը եթե ցուն ցանկություն ունես, կրնաս YouTube-ի վրա սիրած բանդ գտնալ, մեծ համաշխարհային արխիվ մգայմը, որ ովևէ ցանկացած եւ շատ հեշտ կրնաս գտնել։ Դե մեր նպատակն էլ հենց այդ է, որ հնարավորինս չափով ինչքան որ մեր հնարավորությունը թույլ է տալիս, տարածենք լավ բաները։ Instagram-ում, YouTube-ում, ես TikTok-ը չեմ սիրում, չեմ զբաղվում TikTok-ում, բայց Սուսանան փորձում է TikTok-ում ելանի։ TikTok-ում ինձ համար, ըմերս մա հակաթույնի պես բան է, այդքան վատի մեջ, իրականում TikTok-ում շատ լավ բաներ էլ կան, ու TikTok-ի հնարավորությունները Instagram-ից, YouTube-ից շատ ավելի շատ է, որովհետև մի դիտումից, եթե դու նայես, քո դիտումները կտարածվի, քո ընկերները կտանան շատ ավելի արագ է տարածվում։ Դրա համար էլ վատը արագ է տարածվում, բայց լավն էլ է շատ արագ տարածվում, ու իմ համար կարևոր էր, որ վատի մեջ պետքա լինի նաև լավը, որտեվ դու քո ալգորիթմը ոնց կոպիտ ասես դաստիարակես քո ալգորիթմին, ոնց ձևավորես քո ալգորիթմը, այդպես գնալու է։ Եթե լավ բաներ տվեցիր, լավ բաներ է գնալու, քո ընկերները լավ բաներ են տեսնելու։ Ուրեմն խորհուրդ կտաս, որ նաև TikTok-ի վրա վիդեոներ տեղադրեն։ Այո, պետքա TikTok-ում լավը շատացնել, որ այն Հայաստանում եղած փնթի մասային մի հատ մասա կա, որ չգիտես ինչի համար են, իրանք ինչի կան, առհասարակ ինչի կան այդ մասաները։ Այդ մասաներին ոչ թե վերացնելու, այլ դրանից հետո վատ բաներ սկսելու ասել։ Շատ վատ բաներ։ Մի խոսքով այդ մասայի դեմ հակաթույն լինի, որ TikTok մտնողը լավն էլ տեսնի։ Համաձայն եմ, հավասարակշռություն լինի, որ Այո։ Թե չէ YouTube-ում, Instagram-ում ամեն երկրորդը լավն է։ Փառք Աստծո, մենք նենց էջեր ունենք, նենց բլոգերներ ունենք Instagram-ում, որ շատ լավ բաներ են տարածում, թեկուզ պատմամշակութային, թեկուզ նոր ստեղծվող ինչ-որ բաներ, թեկուզ AI-ի միջոցով ստեղծվող Ну ոչ բոլորը է, մեր TikTok-ի պատասխանատուն Սուսանան է, ես ճոնգրում դրան։ Բայց TikTok-ի ինչն եմ սիրում նաև, որ անկախ է մնացածից։ Մի տեղում որ բլոկվում ես YouTube-ում ու Instagram, դա TikTok-ի վրա չի ասում։ Ուրեմն անպայման TikTok-ի մասին մտածենք։ Այո։ Չէ, իրականում ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պետքա կրթել, կրթությունը իրականում շատ դժվար երկարատև բան է։ Ես այս օրինակը մի փոքր ավելի շատ բուկմեյքերների թեմայով եմ բերում, որ երեխաները մեղավոր չեն, որ իրենց ծնողները խաղացող են, ու դրա համար եմ կողմ, որ փակվի այդ ամեն ինչը, որ ինչ որ մի հատ անպատասխանատու ծնողի պատճառով իր երեխայի ապագան չկործանվի, ու նույնը ստեղ կարանք ասենք, եթե ծնողը ոչ այդքան զարգացած է կամ ճակերտավոր ասած այդքան ճաշակով չի, չնայած ճաշակը մի քիչ շատ սպეციფიկ բան է, էլի նույն բանի հանդեպ կարանք երկուսս տարբեր միտք ունենանք, բայց կա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ լավ եւ վատ բաներ։ Ամեն դեպքում մենք մտածում ենք դու անում ես լավ բան, մեր հյուրերը բոլոր ովքեր որ կգան մեր մոտ հյուր իրանք անում են լավ բան, մենք փորձում ենք տարածենք այդ, որ այն երեխաները որ մտնում են Instagram, ինչ որ ռիլեր են նայում, գոնե sense մեկու մեջ մի հատ էլ sense բան բերի, որ իրանք հետաքրքրի ասի բացել մի վարքան, էլի, այս իմ առօրյայից դուրս sense բան էլ կա։ Կարող է իմ առօրյան մի քիչ այդքան էլ փոխեմ մի քիչ, ոչ թե իմ առօրյան լավը չի, հույսերով չի։ Չէ, շատ դժվար է, որովհետև մի քանի տարի է կրթական ծրագրերով, երբ որ հետաքրքրվում եմ, հասկանում եմ, որ ինքը շատ դժվար է էլի փոխվում։ Սենց լավին գնում են, չենք կարող ասենք, որ փոփոխություն չկա ընդհանրապես, որովհետև եթե 1994 թիվը հաշվենք ու 2026-ը հաշվենք, տարբերությունը շատ մեծ է։ Բայց
պատերազմը մի քիչ ազդեց մեր վրա ու տարբեր տեսակ պատերազմները ազդում են մեր վրա, որ այդ վատը սենց անընդհատ գալիս մեջ հետ ենք ընկնում, որտեվ եթե պատերազմներ չլիներ, միգուցե քո համերգներն էլ շատ ավելի շուտ լիներ։ Ամեն ինչի աստես պատերազմը։ Հա։ Դրա համար ասում եմ տեսահոլովակներ էլ պիտի ոնց որ իմ գործն եմ էլի Անպայման։ Չէ, իրականում իմ ասածը ոչ թե մենակ այն նրա մասին է, որ պետքա հենց պրոֆեսիոնալ տեսահոլովակ ունենալ, պետքա լինել ուղղակի ակտիվ, թեկուզ դու քեզ հեռախոսով նկարես այն ինչ որ անում ես, որտեվ շատ մարդիկ այդ տարածում են։ Այդ տարածում են ու այդ հասնում է այն մարդկանց, ովքեր որ չեն իմանում, որ ուղղակի sense մարդ կա, իրենց կյանքն է կարա փոխվել, մի քիչ դեպի դրական է։ Ստայեմ, հետո այդ արխիվները, որ հետո օրը հավաքվի եւ թուն նայես, որ ինչ արել ես անցյալիդ, կարծեմ ադի շատ հետաքրքիր կլինի։ Թե քեզ համար թե ուրիշներու համար, որ իրենց ներշնչես, որ այո, դժվարություններ կան, բայց հետո դեսեք ինչ է արդյունքը։ Ամեն ինչ ոնց է սկսվել, որտեղից է սկսվել, շատ կարևոր է։ Մի առաջարկ, բայց բան է, էլի, ոնց որ անող եղել է արդեն, բայց հիմա չեն անում։ Մտածում եմ, ոնց որ շարունակող պետք է նմանատիպ մի բան անելու։ Սաղսարան հետաքրքիր պրոյեկտ ուներ, որ գտնում էր մարդկանց, իրանք երգում էին ու իրանց երգածի հիման վրա դառնում էր մի հատ առանձին պատմություն ու անում էին երգ։ Ես միշտ մտածել եմ, որ եթե կա հին ձայնագրություններ ինչ որ տատիկների, պապիկների, կարելի է այդ ամեն ինչը մի քիչ sense ժամանակակից դարձնել ու այդ մարդկանց ձայնը մնա մեր պատմության մեջ։ Իրականություն ինչ հրազ եմ մեկ հատ Կողտան Մանգդիկի երգը YouTube-ի վրա original դարբերակը որ հրազ եմ, ոչ live version-ը։ Այդպես է։ Եվ ասենք փախտով կդա։ Ես իրականում չգիտեմ 5 տարի առաջ որ հրազ էի Հայրիկ Մուրադյանի ծանոթ չէի։ Եվ արխիվս Facebook-ի վրա հանգարց այդ վիդեոն ելա, որ իր տարեթարցը նկարում եւ երեխաները այդ հատվածը երգեն Կողտան Մանգդիկի անքան սիրուն հզոր լավ երգում էին, որ նույնիսկ երգի մասին չգիտեի ես։ Այդ վարյանին որ լսեցի այդ երգը, նույն օրը արդեն փորձեցի Facebook-ին այդ վիդեոն կովս ունենալ եւ մեջ են այդ հատվածը բաների էդիտորի քիչմա որակը որտեղ շատ հին էր լավ չէր եւ վրան մշակեցի Կողտան Մանգդիկի այդ կորզը ասած արդեն մեկ բանով ըրած եմ բայց կարելի է նաեւ հնդրդուկներ անել ուրիշ դարբեր վստահ եմ ինտերնետի վրա մեծ արխիվներ կան որ ես կրնամ գտնալ օրինակ Տիգրանագերդեն մեկը երկած է նույնիսկ գիտեմ որ իմ մեծ հայրս ունի ցայնակրություններ երկած էր եւ կարծեմ կան բահված են կրնամ նույնիսկ դերևս օգտագործել եւ լավ գաղափար է նոր կորձերն այստեղ բերել լավ բաներով ենք էլի զբաղվում մեր ոդկասթը մենք չենք նստում խոսում հետաքրքիր մտքեր ենք գներացնում որ լսի լավ բան անպայման մենք ինչ կան բան ունենք մեծ տիպով արխիվներ ունենք որ ժառանգություն շատ ամեն ինչ կարժե անելը այդ քերացիկ երկերը վերամշակելու որովհետեւ նոր սերունդն լսել այո ու հին ձայնով կարևոր է լսելը որովհետեւ լիքը մարդ օրինակ չգիտեր որ կոմիտասն ունի պահպանված հենց իր ձայնագրությունը երբ որ կոմիտասի մասին իմանում ես բայց լսում ես բայց որ իր ձայնը լսես տարբեր է Հենց ժամանակ ուղեղիդ մեջ է մտնում ուղղակի էլի ոչ թե ինքը դա քո համար պատմություն է լինում ոնց որ քո համել քո իմաստ քո պատմությունն է դառնում կոմիտասի բացառիկությունն է էլի զգացումներդ կարծեմ պիտի անգամ 10 գրնա բարձրանան եթե այդ ցայն լսես քան թե ուրիշ նոր ցանակրությունով կատարողները կարան բոլորը շատ լավ կատարեն կոմիտաս անգամ շատ ավելի շատ լավ քան տարել են նախկինում բայց երբ որ այդ լսում ես հենց սկզբնաղբյուրից ով է ցայել հա իրոք ոնց որ այդ ամեն ինչ մեջ հետաքրքրություն կա դրա համար մեր բոլոր ես չգիտեմ խի իմեր տատիկ պապիկներին միշտ շատ մաքուր մարդիկ են պատկերացրել բայց ինձ թվում է տենց եղել են դրա համար ենք տենց պատկերացնում կամ կարող է հիմա վատ այնքան շատ է որ ուզում ենք հավատանք կամ մտածենք որ այն ժամանակի մարդիկ շատ ավելի մաքուր են եղել հա
մեր պատմություններում էլ իրանք բոլորը այդ տեսակ մարդիկ են, իսկ այդ հին երգերը որ կան, դա հիմնականում տատիկների ձայնն է, որ լսում ես, Ուրեմն որ լսես քեզ համար այդ բարիությունը միշտ կա, բարի կմտածես։ մեր ինձ թվում է ազգի պահպանման համար ամեն դեպքում պետք է այդ ամեն ինչ անելը։ Հույս ունեմ դու կանես, հույս ունեմ սաղսարան էլ ինչ որ մի օր էլի կշարունակեն ինչ որ անա։ Կվերամիավորվեն եւ նորից կսկսեն ստեղծագործել։ Կամ դուք կանեք։ Սիրով։ Մերսի շատ։ Շնորհակալ ենք հրավերի ընդունելու համար։ Մերսի ցեզի շատ։ Մենք միշտ Մեծ պատրաստ բադի ենք։ վեյմ համար։ Մեր համար էլ կարևոր է, որ այն արտիստները, ովքեր կատարում են հսկայական ահռելի գործ, ունեն քիչ նա քո երգերը բոլորը ճանաչում են, բայց քեզ դեմքով քիչ մարդիկ գիտեն։ Իրականության մեջ ադի գարձեմ իմ բանս էր, իմ խնդիրս էր, որովհետև Հա, ես տարիներու ընթացքին ընդհանրապես social media-ի վրա շատ ոչ նկար գտնեի, ոչ վիդեո, ոչ բան, շատ չեմ սիրել ես ինձի ցույց տալ։ Բայց ստիպվեցա, որովհետև համերգը որ Շատ կարևոր է։ պետք է այլևս քիչ մարդիկ ճանաչնային, որքան համերգը դիտեն։ Համերգի համար ռիփ այդ բոլորը։ Մի քիչ ժամանակակից աշխարհում արդեն անհրաժեշտ է, ել չես կարող։ ու լավ է, որ լավ մարդկանց պետքա շատ ճանաչեն։ Որը իմ համար ավելի կարևոր է երաժշտությունները լսեն, քան թե ինձի դիտեն։ Ադորամար այդ բանին Դե քեզ էլ պետք է իմանան, որ գան քո երաժշտությունը լսեն։ Հաստատ։ Բայց չէ, արտիստի համար շատ կարևոր է, որ իրան հիշեն իր արածով, ոչ թե դեմքով կամ Այո, հետո հասկացա, որ քիչ մը սխալ եմ մտածած ծևս, որովհետև նույնիսկ եթե ես կուզեմ երաժշտությունը տարածել, պետք է նախ ինքս ներկայացնեմ, որ մարդիկ լսեն երաժշտությունը։ Այո։ Մերսի շատ, մեր հերթական շատ հետաքրքիր ոդկասթի համար։ Մերսի ցեզի։ Շատ ուրախ եմ։ Thank you. Ստեսություն։